Տեսեք, ամենևին խոսքը նրա մասին չի, որ ինչ-որ մեկը Հայաստանի դեմ Հայաստան, ես նոր ներկայացրած ես, որ Հայաստան ուղղակի խոչընդոտ է գերտերությունների պայքարի մեջ։ Օրինակ հիմա, դե լավ, արևելք, արևմուտք այդ ճանապարհը կառուցում են, թող զուգահեռ կառուցեն նաև հյուսիս-հարավ ճանապարհը, որի մեջ շատ մեծ շահագրգռվածություն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշտությունը, Հնդկաստանը, հələ Չինաստանի մասին չխոսեն։ Սրանք, եթե հիմա օրինակ որոշեն, որ մի հատ էլ ուղի, այդ անունն էլ դնենք օրինակ Նիկոլի ուղի, կամ Պուտինի ուղի, էական էլ չի։ Ուզում եք դնենք Փեժեսկյանի ուղի։ Դե մի հատ ուղի կառուցվի, այդ դեպքում են հայտնի խաղաղության խաչմերուկ, չգիտեմ ինչի խաչմերուկ, բայց վստահաբար որևէ մեկը թույլ չի տա, որ այդպես անխոչնդոտ ուղի էլ ձևավորվի։ Այդ դեպքում մենք կարող կասեինք, հա իսկապես կա արևելք, արևմուտք ինչ որ ուղի, որը ստեյությամբ ընդգրկում է ամբողջ Սյունիքը, Վայոց ձորը, ընդդուք մինչև Արարատի մարզը, թող ստեղծվեր նաև հյուսիս-հարավ այդ ուղին։ Ընդ որում դրանք ամբողջությամբ լինեին ոչ թե մեր խոսքերով, այլ դե յուրե հայկական իրավասության ներքո, որտեղ օգոստոսի 8-ի փաստաթուղթը, որ այդքան հա բան են, ուշադիր նայեք 3-րդ կետը, 5-րդ կետը, այնտեղ հստակ գրված է ինչի համար է այդ ամբողջ աշխատանքը արվել։ Եթե վերաբերում է այդ խնդիրը Տրամպի ուղուն, որը բացառապես 43 կիլոմետր տարածքին է վերաբերվում, ապա ինչ գործ ունի տեղ Ալիևի ստորագրությունը։ Ամենևին Հիշեք, որ մի հատ էլ տենց փաստաթուղթ ստորագրվեց հոկտեմբերի 6-ին Պրագայում, չէ, 22 թվականին, որտեղ էլի կար Ալիևի եւ Փաշինյանի ստորագրությունը, որով ինչ արվեց։ Արցախը տրվեց Ադրբեջանին։ Հիմա եթե այդ ճանապարհը վերաբերում է բացառապես Սյունիքին, Մեղրիին, հա, ինչ գործ ունի Ալիևի ստորագրությունը։ Այնտեղ էլ Միշել կար, հա, Մակրոն կար, այստեղ էլ Տրամպ կար։ Տրամպը դեռ հենց առաջի բարբերությունը, որ կարդում ենք նախաբանը, որպես ականատես է, ինքը կողմ չի։ Նույնը նաև եղավ Պրագայում հոկտեմբերի 6-ին։ Դրանով է ես, որ ասում եմ, օգոստոսի 8-ի փաստաթղթով էլ Նիկոլը Մեղրին հանձնեց Ադրբեջանին։ Մեղրին հանձնված է, ցավոք սրտի մեր ժողովուրդը չի ուզում սա տեսնել եւ վերջին իր ասում եմ հայտարարություններում Նիկոլը ասեց, որ մենակ Մեղրին չի, Վայոց ձորն էլ է հանձնված։ Այսինքն այդ ամբողջ Սյունիքի հատվածը հանձնված է օգոստոսի 8-ի փաստաթղթով Ադրբեջանին, ցավոք սրտի մենք սա կհասկանանք այն ժամանակ, երբ որ դա դե ֆակտո տեղի կունենա,